Կարևորի մասին հաղորդաշարն է եթերում, բարև ձեզ, այսօր մենք կխոսենք սնանկության մասին օրենքից։ Իսկ իմ հյուրը Արդարադատության նախարարության օրենսդրության զարգացման կենտրոն հիմնադրամի տնօրենի տեղակալ իրավաբան փորձագետ Ռոմիկ Հայրապետյանն է։ Բարև ձեզ, պարոն Հայրապետյան, շատ շնորհակալ եմ մեզ ժամանակ տրամադրելու համար։ Որ դեպքում են սնանկ ճանաչվում, փորձենք այսպես սահմանումը տալ, հետո անցնենք առաջ։ Եթե կարճ ասենք, սնանկությունը դա անձի անվճարունակության փաստի ճանաչումն է, իսկ անձի անվճարունակության փաստը կարող է վերաբերել երկու իրավիճակների, հաշվեկշռային անվճարունակությանը, երբ պարտապանի ակտիվները ավելի քիչ են, քան պարտապանի ուրեմն պասիվները, եւ փաստացի անվճարունակությունը, երբ պարտապան մի վիճակի չէ բավարարել իր պարտատերի պահանջները, կատարել իր պարտավորությունները։ Այս երկու սրանցից որևէ մեկի առկայության դեպքում անձը երբ համարվում է անվճարունակ, կարող է դիմել դատարան իր սնանկությունը իր անվճարունակության փաստը ճանաչելու վերաբերյալ, որի արդյունքում դատարանը կարող է արդեն որոշում կայացնել անձի սնանկությունը ճանաչելու մասին։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունում սնանկ կարելի է ճանաչվել միայն դատարանով եւ միայն անվճարունակության փաստի առկայությունը հիմք չէ անձին համարելու սնանկ, դա պետք է հաստատվի դատարանի կողմից։ Եվ կազմակերպությունների դեպքում է, չէ, այդպես եւ անձանց դեպքում, եւ իզանց եւ իրավաբանական, հա։ Անձ իրավաբանական անձ երկու դեպքում էլ միայն դատարանի վճռով է անձը սնանկ ճանաչվում։ Եթե մի փոքր շատ հակիրճ վիճակագրությունից խոսենք, եթե իհարկե ունեք տվյալներ, ընդհանուր թվով վերջին 3 տարիների ընթացքում մենք ինչպիսի պատկեր ունենք սնանկության գործերի մասով, քանի գործ է, այսպես ասած, հարուցվել եւ քանիսով է արդեն դատարանը սնանկ ճանաչել։ Եթե կարելի է նաև Սյունիքի մարզի, եթե մարզային տվյալներ ունեք առանձնացված, ցանկալի է նաև մարզի տվյալները առանձնացնել։ Շատ լավ, տեսեք, նախ նշեմ, որ վիճակագրությունը Արտադրության նախարարությունը չի հավաքագրում, վիճակագրությունը ման չի վարում, մի քանի վիճակագրական տվյալներ ունեմ, որոնք ստացել եմ ուրեմն Բարձրագույն դատական խորհրդի դատական դեպարտամենտն վարում այդ վիճակագրությունը, կայքում դատական իշխանության կայքում հրապարակվում է յուրաքանչյուր տարվա վիճակագրական տվյալները բոլոր տեսակի գործերով, տվյալ դեպքում սնանկության մասով չնայած այնտեղ մարզերով կոնկրետ առանձնացված չէ, ընդհանուր Հայաստանի Հանրապետությունն է, քանի որ սնանկության մեկ դատարան է գործում, մարզերով առանձնացված չէ, Սյունիքի մարզով, այսինքն չեմ կարողանա տվյալները ասել, բայց ընդհանուր կարող եմ ասել, որ սնանկության դիմումների քանակը ընդհանուր առմամբ սկսում էր վերջին մի քանի տարիների ընթացքում աճ էր գրանցել, այսինքն անձինք ավելի շատ էին դիմում սնանկ ճանաչվելու համար, օրինակ 2022 թվականին ներկայացվել էր 4058 դիմում, 23 թվականին 5267 դիմում, 2024 թվականին 5856 դիմում, իսկ 2025 թվականի տվյալներով ներկայացվել էր 4733 դիմում, օրինակ 2025 թվականի դեպքում այդ ներկայացված դիմումների արդյունքում մոտ կեսից մի քիչ ավել ուրեմն սնանկ են ճանաչվել, մոտ 2900 դիմում բավարարվել է եւ կայացվել է սնանկ ճանաչելու մասին վճիռ, ըստ էության Նաև այս վիճակագրությունն է հիմք հանդիսացել սնանկության ոլորտի բարեփոխման համար, քանի որ նկատվում է, որ մի շարք դեպքերում անձինք այս գործընթացը ուրեմն օգտագործում են, չարաշահում են եւ օգտագործում են շահարկում են, այսպես ասած։ Այո, պարտքերից ազատման միջոց, ճիշտ է, ընդհանրապես սնանկության ինստիտուտը հնարավորություն է տալիս բարեխիղճ անձանց կարգավորել իրենց տնտեսական դրությունը, ֆինանսական դրությունը եւ շարունակել քաղաքացիական իրավական հարաբերությունների մաս կազմել, սակայն այս դեպքում մի քիչ խեղաթյուրվում էր այս ինստիտուտը եւ զուտ պարտավորություններ ստանձնելուց հետո անձինք դիմում էին սնանկ ճանաչվելու եւ ուղղակի ազատվելու այդ պարտքերից ցանկություն չունենալով, այսպես ասած, իրենց պարտքերը մարելու որևէ եղանակով։
Նախքան օրենսդրական փոփոխություններին անցնելը, այդ դուք լավ նշեցիք, որ մարդիկ շատ հաճախ երբեմն չարաշահում էին այն օրենքի կետերը, որոնցից որ կարող էին օգտվել։ Հիմա փորձենք հասկանալ նախ սնանկ ճանաչված անձը ինչ իրավունքներից է զրկվում, որովհետև շատ հաճախ մարդիկ մտածում են, թե դե լավ պարտքից ազատվեցին, վերջ էլ այլևս պարտավորություն չկա, կգնան իրենց համար կշարունակեն այդ մի քանի միլիոն պարտքը կբարթեն, չգիտեմ, բանկերի վրա, թե պետության վրա, դա արդեն դուք ավելի լավ կիմանաք ու այդպես կգնանք մեր կյանքով կապրենք։ Մի փոքր փորձենք հասկանալ ինչ իրավունքներից են զրկվում առհասարակ արտոնություններից են զրկվում սնանկ ճանաչված անձինք եւ իրավաբանական եւ ֆիզիկական։ Իրականում կարծում եմ հենց խնդիրը եւ անձանց շահագրգռվածությունը սնանկ ճանաչվելու հենց այդտեղ է կայանում, որ գործող օրենքը չունի հստակ կարգավորումներ, որոնց արդյունքում անձը այսպես ասած կզրկվի որոշակի հնարավորություններից։ Եվ այդ պատճառով շատ էին դիմումները սնանկ ճանաչվելու վերաբերյալ, որովհետև արդյունքում անձինք, հատկապես ֆիզիկական անձանց մասին ենք եթե խոսում, սնանկության գնալով ուղղակի հնարավորություն են ստանում ազատվել իրենց պարտքերից առանց որևէ բացասական հետևանքների։ Իհարկե, բացասական հետևանքներ կարող են լինել այն առումով, որ սնանկության վերաբերյալ վճիռը ամեն դեպքում երևում է իրենց պատմության մեջ, այսպես ասած, սակայն դա գուցե այնպիսի հետևանք չէր, որոնց համար նրանք կարող էին մի քանի անգամ մտածել այդ գործընթացը նախաձեռնելուց համար։ Ինչ վերաբերում է իրավաբանական անձանց, ապա իրավաբանական անձանց դեպքում սնանկ ճանաչվելը կարող է հանգեցնել ուրեմն լուծարման գործընթացի նախաձեռնման, եթե իրավաբանական անձը ֆինանսական առողջացման չի գնում, դե լուծարման դեպքում էլ իրավաբանական անձը արդեն գրանցվում է լուծարումը եւ իրավաբանական անձը դադարում է գոյություն ունենալուց բացասական հետևանքը, այսպես ասած, դա է իրավաբանական անձանց։ Այնինչ սնանկության գործընթացը նախաձեռնելուց հետո անձինք, այդ թվում ֆիզիկական անձինք կարող էին ստանալ որոշակի առավելություններ, օրինակ գործում է պահանջների սառեցման բավարարման սառեցման ինստիտուտը սնանկության վարույթում, մորատորմը, որի դեպքում արգելվում է սնանկության պարտապանի ուրեմն բույքի որևէ տեսակի բռնագանձումը, օրինակ տոկոսների տույժերի հաշվարկներն են կանգնում եւ մի շարք այլ արգելքներ են սահմանվում, որի դեպքում երբեմն անձինք օգտվում են նաեւ այդ ինստիտուտից, չնայած սնանկության վարույթի ընթացքում անձը կարող է նաև օրինակ ֆիզիկական անձի դեպքում պարտադերի պահանջները բավարարելու համար կարող է օգտագործվել նաև վերջինիս գույքը պահանջները բավարարելու համար, բայց վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ հիմնականում այն անձինք, ովքեր դիմում են սնանկության, չունեն բավարար միջոցներ, որով հնարավոր կլիներ պարտադերի պահանջները բավարարել եւ այդ ռիսկից, այսպես ասած, խուսափում էին այդ անձինք։ Հիմա օրենսդրական փոփոխություններով եք հանդես եկել, ինչպես արդեն դուք նշեցիք ձեր խոսքում, որոշ բաներ են մղել ձեզ, որ գաք այդ կետին, հիմա ավելի փորձենք մանրամասն ներկայացնենք, ինչու նախ որոշում կայացվեց սնանկության մասին օրենքում փոփոխություններ կատարելու, չնայած բնական գործընթաց է, նորմալ է, որ անդադ կարող են փոփոխություններ լինել եւ շեշտադրումը հիմնականում որ կետերի վրա է դրվել, որոնք էին խնդիրներ հարուցում եւ որոնցով կփորձեք այս նոր փոփոխություններով այդ խնդիրներից այսպես հեռու մնալ։ Շատ լավ, ուրեմն գործող օրենքը սնանկության մասին գործող օրենքը ընդունվել էր դեռևս 2006 թվականից, օրենքում բազմաթիվ փոփոխություններ են իրականացվել, որոնց նպատակը հենց օրենսդրության բարելավումն ու մի շարք խնդիրների կարգավորումն էր, սակայն կիրառման շրջանակներում օրենքի օրենսդրական փոփոխությունների կիրառման շրջանակներում արձանագրվել են մի շարք խնդիրներ, մի շարք բացեր, որոնց լուծումը մեզ հնարավորություն կտա ունենալ ավելի լավ բարելավված եւ գործուն օրենսդրություն, սնանկության վերաբերյալ օրենսդրություն,
Հենց այդ նպատակով պայմանավորված արտադրության նախարարությունը դրանց 2023 թվականից նախաձեռնեց ուրեմն սնանկության ոլորտի բարեփոխման գործընթաց։ Իրականում այս գործողությունը նախատեսվել էր դեռևս 2021 թվականին դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև կառավարության ծրագրով, որը նախատեսում էր սնանկության բարեփոխված օրենսդրության ներկայացումը եւ արդյունքում մշակվեց սնանկության օրենսդրության բարեփոխման հայեցակարգ, որտեղ արձանագրվեցին առկա խնդիրները, մարտահրավերները, ինչպես նաև դրանց հնարավոր լուծման եղանակները եւ առաջարկները այդ ուղղությամբ։ Դրա հիման վրա էլ արդեն 2024 թվականի վերջից 2025 թվականից սկսվեց Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքները, որը ներառում է մի շարք հարցերի կարգավորում, մի շարք ինստիտուտների անդրադառնում, մասնավորապես մի քանի կետ կարող եմ նշել դրանց վերաբերյալ, ուրեմն օրենսգիրքը կարգավորվում է ներկա գործող օրենքը, եթե կարգավորում է հիմնականում նյութայինավական ասպեկտները, այս դեպքում օրենսգիրքը կարգավորելու է նյութայինավական ասպեկտներից բացի նաև վարույթային եւ դատավարական բոլոր հարցերը, այսինքն այն լինելու է մեկ միասնական իրավական ակտ, որը հնարավորություն կտա դատարանին հենց միայն այդ ակտով կամ ավելի քիչ օգտագործելով անդրադառնալով այլ ակտերի, իրավական ակտերի լուծել ուրեմն սնանկ ճանաչելու հետ կապված հարցերը եւ վարույթային այլ հարցեր, էլեկտրոնային հաղորդակցության միջոցներին անդրադարձ կատարվում եւ բարեփոխվում նաեւ այդ առումով օրենսդրությունը նպատակներից մեկը, որ եղել էր օրենսգրքի մշակման, ընդհանրապես օրենսդրության բարեփոխման, ինչպես նշեցի, կանխարգելելն է սնանկությունը եւ այն պարտքից ազատման գործիք չդարձնելը, ու հենց ուսումնասիրությունները օրենսգրքի մշակման ընթացքում ցույց են տալիս, որ հենց մի շարք դեպքերում օգտագործվում էր օրենքը եւ սնանկության բարույթը հենց այդ նպատակով, պարտքից ազատման նպատակով, այս առումով եւս փոփոխություններ են իրականացվում եւ անձինք, այսպես ասած, այլևս հեշտ չեն կարողանա գնալ սնանկության, եթե իհարկե չկան բավարար պայմաններ, օրենքով արդեն հստակ սահմանված պայմաններ, որոնց դեպքում բարեխիղճ իհարկե անձինք, բարեխիղճ տնտեսվարողները հնարավորություն կունենան ազատվել իրենց պարտքերից համապատասխան հիմքերի առկայության դեպքում եւ շարունակել օրինակ իրենց ֆինանսական գործունեությունը, տնտեսական գործունեությունը։ Ուրեմն նաև նպատակներից է նոր օրենսդրության պարտապանների ֆինանսական առողջացումը, եթե գործող օրենքը ավելի շատ շեշտ, այսպես ասած, լուծարման վարույթի վրա է դնում, ապա օրենսգիրքը նպատակ ունի ավելի շուտ պարտապանին փորձել առողջացնել, քան տանել լուծարման, նախատեսվել է կանխարգելիչ վերակառուցման վարույթը, որը հենց ամենասկզբից հնարավորություն է տալիս պարտապաններին սնանկության չգնալ, փորձել ֆինանսապես առողջանալ, այդ հնարավորություն է նախատեսվում նույնիսկ լուծարման վարույթից անցում կատարել ֆինանսական առողջացման վարույթի, եթե նման հնարավորություն առկա է։ Պարտապան գույքի վերաբերյալ մի շարք կարգավորումներ են նախատեսվել, բարեփոխվել, որոնց նպատակը պարտապանի գույքը չփոշիացնելն է։ Ամենակարևորը երևի աճուրների վերաբերյալ է, որ գույքի իրացումը հնարավոր կլինի աճուրների միջոցով, բացառելով ուղղակի վաճառքի դեպքերը, չնայած մի քանի դեպքեր այնուամենայնիվ մնում են, բայց որպես հիմնական գույքի իրացման եղանակ նախատեսվում է ներդնել աճուրները։ Նաև կարգավորվել են ֆիզիկական անձ պարտապանի սնանկության վարույթի մի շարք հարցեր, որոնք վերաբերում են բարեխիղճ, այսպես ասած, պարտապաններին, նրանց աջակցելով, նրանց հնարավորություն տալով ազատվելու մնացորդային պարտքերից, որոշակի իհարկե ընդհանցակարգերի պահպանման դեպքում, կարգավորվել են նաև սնանկության համար, տնտեսության համար ուրեմն կարևոր սուբյեկտների սնանկության առանձնահատկությունները, օրինակ գյուղատնտեսական կազմակերպությունների, հատուկ կարևորության կազմակերպությունների սնանկության առանձնահատկությունները պայմանավորված վերջիններիս նշանակությամբ եւ դերով, բացի այդ անդրադարձ է կատարվել
առնչվել անդրսահմանային սնանկության հարաբերություններին, ներկայումս դրանք մեր օրենսդրությամբ կամ կարգավորված չեն կամ շատ թերի են կարգավորված, որի արդյունքում այլ պետությունների հետ համագործակցությունը բավարար մակարդակի չէ եւ սնանկության բարոյներով գրեթե համագործակցություն չի իրականացվում, որի նպատակը հենց որոշակի կարգավորներ են նախատեսվել այս ոլորտում, ինչը հնարավորություն կտա արդեն համագործակցել, պատշաճ եղանակով համագործակցել օտարերկրյա տարեկրյա բարույթով մասնակիցների հետ, սնանկության բարույթով մասնակիցների հետ։ Կարծես հիմնական ուղղությունները բարեփոխումների սրանք էին։ Եվ նաև նշեցիք, որ նախատեսվում է որոշակի փոփոխություններ, այսպես արտոնություններից, հնարավորություններից զրկում, արդեն սնանկ ճանաչված անձանց, դա էլ է բարեփոխումների մեջ մտնում, դուք ձեր խոսքում նշեցիք ոնց որ թե։ Այո, դա էլ այսպես ասած բարեփոխումների մաս է կազմում, չնայած խոսում ենք պարտքից չավարտվելու, այսպես ասած, հնարավորության վերաբերյալ, այնուամենայնիվ ինքը հենց այս ինստիտուտը կարծում եմ կրկին բարեփոխում կարելի է համարել, որովհետև դրա արդյունքում արդեն չի չարաշահվի այս ինստիտուտը եւ հնարավոր կլինի այն իր նպատակի համար օգտագործել, օրինակ ֆիզիկական անձը նախատեսվում է, որ ֆիզիկական անձը չի ազատվի պարտքից, եթե անօրինական գործունեության կամ կանխամտածված սնանկության համար է դա քրեական պատասխանատվության ենթարկվել կամ եթե ներկայացվել է կեղծ տվյալներ իր սնանկության բարույթի սնանկության վերաբերյալ կեղծ տվյալներ են ներկայացվել կամ եթե օրինակ պարտապանը գործել է անբարեխիղճ իր պարտավորությունների կատարման ժամանակ կամ ապօրինի եւ խուսափել է պարտադերի պարտքերի մարմնից, այս դեպքում եւս պարտապանները ֆիզիկական անձ պարտապանը հնարավորություն չի ստանա ազատվել պարտքերից, բացի դրանից չնայած գործող օրենքով էլ վերջին փոփոխությունների արդյունքում արդեն պարտապանի աշխատավարձից եւս գանձումներ կարող են կատարվել որոշակի պայմանների առկայության դեպքում, այս դեպքում նախատեսվել է, որ ուրեմն աշխատավարձից բռնագանձումները կարող են կատարվել մինչև 3 տարի ժամկետով, անկախ նրանից ինչքան է կազմում պարտապանի աշխատավարձը, այսինքն ընդհանրապես պարտապանը ուղղակի սնանկության դիմելով հնարավորություն չի ստանա շատ հեշտորեն ազատվել պարտքերից եւ որոշակի ընթացակարգեր պետք է պահպանվեն, որի արդյունքում նոր կամ կազատվի պարտքերից կամ չի ազատվի իր պարտքերից։ Պարոն Հարապետյան, հաստատ հեռուս, ասեք, ես կշարունակեմ ասել։ Ներողություն մի քանի ուրեմն այսպես ասած բարդացում էլ այս մասով սնանկության նոր գործ հնարավոր չի լինի, օրինակ 5 տարվա ընթացքում կրկին նախաձեռնել, բարույթ սնանկության նոր գործ, առանց իր սնանկության նշելու անձը չի կարողանա վարկային կամ փոխհաղորդման պայմանագրերով պարտավորություններ ստանձնել կամ չի կարողանա որևէ ուրեմն առևտրային գործարք կնքել առանց սնանկության վերաբերյալ նշման, սնանկության վերաբերյալ հայտարարություն տարածելու եւ այսպես էլի մի քանի կարգավորումներ կան, որոնց նպատակը այնպես անելն է, որպեսզի հեշտ չլինի չարաշահողների համար այս ինստիտուտը։ Մեր հեռուստադիտողին հաստատ կհետաքրի, որտեղ սնանկության գնացող անձը եւ ֆիզիկական եւ իրավաբանական բնականաբար խոսքը մի քանի միլիոնների մասին է, հաստատ դա փոքրիկ գումար չէ։ Այս դեպքում եթե անձը սնանկ ճանաչվեց, դուք նշեցիք իհարկե, որ հետագայում նաեւ որոշակի քայլեր կարվի բնականաբար այդ գումարի հետ վերադարձ ապահովելու համար, բայց խոսքը մեծ գումարների մասին է։ Այս դեպքում այդ գումարները ով է մարում, ճակերտավոր ասած, ում ուսերին է մնում այդ պարտքը։ Իրականում ստացվում է, որ եթե անձը ազատվում է պարտքից, գործող օրենքի օրինակ տրամաբանությամբ, եթե անձը ազատվում է պարտքից, ապա այդ պարտքը չի մարվում եւ պարտադերի պահանջները մնում են չբավարարված։ Այսինքն որ մեկի վրա չի մնում, ու մնում է պարտադիրոջ վրա, այսպես ասեմ, եթե ազատվեց պարտքից ու չհայտնաբերվեց գույք, որով հնարավոր կլինի բավարարել պարտադերի պահանջները, ապա գործող օրենսդրությամբ անձը ազատվում է պարտքից ֆիզիկական անձանց դեպքում, իսկ իրավաբանական անձանց դեպքում իրավաբանական անձը լուծարվում է, եթե չունի բավարար միջոցներ, լուծարվում է եւ ստացվում է պարտադերի պահանջները մնում են չբավարարված։
Առհասարակ երկար է տևում այդ գործընթացը սնանկ ճանաչվելու։ Բնականաբար այդ ընթացքում էլ պարտքը շարունակում է ավելանալ։ Իրականում ինքը կարող է տարբեր ժամկետներ լինել տարբեր պարտականների համար, կախված գործի բարդությունից, սնանկության բարդությունի առանձնահատկություններով պայմանավորված կարող է տարբերակվել այդ ժամկետները, հնարավոր է 6 ամսվա ընթացքում օրինակ նույնիսկ ավարտել գործը, եթե ինքը պարզ, այսպես ասած, գործը չունի որևէ տեսակի դրամական միջոցներ կամ այլ տեսակի գույք, եւ այդ դեպքում դատարանը իհարկե երկար, այսպես ասած, գործը չի քննի եւ կավարտվի, բայց առկա են մի շարք դեպքեր, երբ մի քանի տարի կարող է իհարկե ցկվել գործը, երբ գույքի կազմն է օրինակ մեծ պարտապանի կամ մի շարք այլ հանգամանքներ կարող են առկա լինել, որոնք հնարավորություն չեն տա իհարկե ավելի շուտ ավարտելու գործը, իհարկե դա հիմնականում ավելի շատ իրավաբանական անձանց դեպքում է, երբ որ գործը ավելի երկար է տևում, բայց ֆիզիկական անձանց դեպքում ևս հնարավոր են դեպքեր, որոշակի դեպքեր, երբ ավելի երկար կլինի, բայց կոնկրետ հստակ ժամկետ, այսպես ասած, չկա, վիճակագրությունը անկեղծ ասած այս չունեմ ընդհանրապես միջինը ինչքան է տևում, բայց այո, 6 ամսից օրինակ կարող է մինչև մի քանի տարի տևել։ Մենք կարող ենք ենթադրել, որ վերջնարդյունքում օրենքը երբ որ ուժի մեջ կմտնի, հայտեպ երբ է նախատեսում օրենքը այսպես վերջնական ուժի մեջ դնելը եւ վերջնարդյունքում ակնկալում ենք, որ այսպիսով կնվազի սնանկ ճանաչված անձանց թիվը, այսպես ասած, հարուցված գործերի թիվը կնվազի, որովհետեւ այլևս այդ լայն շրջանակներ այդ հնարավորությունից չեն կարողանա օգտվել։ Տեսեք, նախ ուժի մեջ մտնելու հետ կապված ներկայումս օրենսգրքի նախագիծը ներկայացվել է կառավարության հավանության հրաժարվանից հետո ներկայացվել է ազգային ժողով, այսինքն նախագիծը գտնվում է ազգային ժողովում քննարկման փուլում, դեռևս քննարկումը չի սկսել, երկու ընթերցում գիտեք պետք է օրենքները ենթադրում ենք, որ մինչև հունիս հնարավոր կլինի ընդունել, եթե որևէ դեպք, այսպես ասած, չլինի, ուժի մեջ մտնելը այս պահին նախագծով նախատեսված է 2026 թվականի հուլիսի 1-ից, բայց իհարկե ազգային ժողովում քննարկման ընթացքում հնարավոր է այդ ուժի մեջ մտնելու ժամկետը փոփոխության ենթարկվի, այո, բայց կոնկրետ ինչպես կամ հաստատ կլինի թե չէ, այդ մասով չեմ կարող հստակ հիմա պատասխան տալ։ Ինչ վերաբերում է ակնկալիքներին, ապա երևի թե ասեմ այո, որ կարծում ենք, որ սնանկության գործերի քանակը հնարավոր է որ նվազեն առաջարկվող փոփոխությունների արդյունքում եւ այդքան հեշտ, երբ որ այդքան հեշտ չի լինի արդեն սնանկության գործընթաց նախաձեռնելը, սնանկ ճանաչվելը, դեպքում արդեն դիմումների քանակն էլ կնվազի ու հիմնականում դատարանները կծանրաբեռնեն, այսպես ասած, այն գործերով, որոնք որ իսկապես հենց նպատակը ֆինանսական առողջացնում է անձանց կամ ֆինանսական դժվարությունները հաղթահարելը, այլ ոչ պարտքից ազատվելը։ Այդ այն ուրեմն պայմանները, որոնք որ մենք նախատեսում ենք օրենսգրքով սնանկ ճանաչվելու համար, կարծում ենք հնարավորություն կտան, այսպես ասած, ֆիլտրել եւ չարաշահումները թույլ չտալ, որ չարաշահումների դեպքերով անձինք ուղղակի ազատվեն պարտքից։ Որպես ամփոփում ասվածին ինչ կավելացնեք։ Չնայած որոշակի դժգոհությունների կարծում ենք, որ օրենսգիրքը իրապես բարեփոխում է ուրեմն սնանկության ոլորտը, այն բազմիցս քննարկվել է տարբեր փորձագետների հետ, թե միջազգային, թե ուրեմն ազգային փորձագետների հետ, քննարկվել է նաև միջազգային կազմակերպությունների հետ, որոնց մի շարք դեպքերում որոնց առաջարկների հիման վրա կատարվել են փոփոխություններ, բարելավումներ ու ընդհանրապես օրենսգրքի կարգավորումները համեմատվել են եւ համապատասխանեցվել են նաև միջազգային լավագույն փորձին, իհարկե հաշվի առնելով նաև հայաստանյան սոցիալ-տնտեսական դրությունը եւ ընդհանրապես սովորույթները, քանի որ դրանք ամեն դեպքում միշտ էլ անհրաժեշտ է լինում հաշվի առնել։ Ու արդյունքում կարծում եմ, որ օրենսգրքի ընդունումից հետո մենք ունենանք ավելի լավ օրենսդրություն, միջազգային չափանիշներին համապատասխանող օրենսդրություն, որը կապահովի բոլոր կողմերի իրավունքներն ու շահերը եւ թույլ չի տա չարաշահել այս ինստիտուտը։
Շնորհակալ եմ շատ մեծ ժամանակ տրամադրելու համար։ Շնորհակալություն։ Հաջողություն։ Կարևորի մասին հաղորդաշարն էր եթերում, այսօր մենք խոսեցինք սնանկության մասին օրենքում իրականացվող փոփոխություններից, իսկ իմ հյուրը Արդարադատության նախարարության օրենսդրության զարգացման կենտրոն հիմնադրամի տնօրենի տեղակալ իրավաբան փորձագետ Ռոմիկ Հայրապետյանն էր։